Ռուսաստանի Դաշնությունը թուզի մասին ինչ-որ բան ասել է, թե ասել է մենակ Ծիրանը չենք։ Չեմ կորթացել, բայց հետաքրքիր է։ Այո, հետաքրքիր է։ Թուզ ուզեցի, մեր մեղրի բարեկամները հուսով եմ դա տեսան եւ արդեն թուզը դրել են արկղների մեջ եւ ուղարկել են։ Հենց հիմա Գայանե եւ Արթուր զբաղվեք այդ գործունեությամբ։ Հետո կպատմեմ թուզի եւ մեղուների հարաբերությունների մասին։ Շատ տխուր պատմություններ, բայց ոչինչ, բնության մեջ այդպես էլ է լինում։ Ում համար տխուր, մեղուների, բայց դա իրենց կյանքի իմաստն է իրականում։ Լավ, անցնենք առաջ եւ արդեն տաղավարում մենակ չենք եւ շատ կարեւոր թեմայից ենք խոսելու։ Շատ կարեւոր եւ այժմ շատ սպասելի թեմայից, որովհետեւ հանգստի սեզոնն է, շատերը փորձում են պլանավորել իրենց հանգիստը, թե ինչպես ճիշտ պլանավորել հանգիստը, որ օրինակ ոչ մեղքի զգացում ունենանք հանգստանալու ընթացքում կամ դրանից հետո, ոչ կիսա հանգստացած լինենք, որովհետեւ հստակ օրերի քանակ կա։ Հոգնած չգանք հետ, ավելի ագրեսիվ եւ ավելի նյարդային։ Դրա համար այսօր մեզ կօգնի ժեստ հոգեբանական կենտրոնի հոգեբան Լուսինե Գրիգորյանը։ Բարև ձեզ։ Բարի լույս։ Բարի լույս։ Առհասարակ մարդուն հանգիստ եւ արձակուրդ պետք է, թե ոչ։ Չէ՞ որ մեր պապիկները եւ տատիկները չեն իմացել հանգիստն ու արձակուրդը ինչա 100 տարի ապրել են մարդիկ, առողջ եւ այլն։ Միանշանակ մարդուն հանգիստ անհրաժեշտ է, որովհետև հանգիստը դա ոչ միայն մեր ֆիզիկական տեղափոխությունն է X վայրից մեկ այլ վայր, այլև առաջին հերթին նյարդային համակարգի վերականգնումը։ Եվ եթե մենք կարողանում ենք ինքնահարգանքի այդ ձևը ճիշտ կիրառել, մենք ունենք տարբեր բնական պահանջմունքներ եւ մեղքի զգացում չենք ունենում, երբ ջուր ենք խմում, երբ քնում ենք, բայց արի ուտես, ինչպես դուք նշեցիք, հաճախ ունենում ենք մեղքի զգացում, երբ հանգստանում ենք, որովհետեւ հանգստի մասին մեր սահմանումը գուցե հաճախ մեր կողմից ճիշտ չի ընկալվում, որովհետև շատ կարևոր է դուրս բերել այն բոլոր կանոնները, որոնք հենց նույն մեր տատիկ-պապիկների եւ սերունդների միջոցով մեզ տրվել է, որ հանգիստը պետք է վաստակել ինչ-որ բանի դիմաց, եւ հաճախ մենք ինքնարժևորման մեջ ունենում ենք այդ մեղքի զգացումը, որ մենք բավարար չենք աշխատել, որպեսզի կարողանանք հանգստանալ, բայց հանգիստը բնական պահանջմունք է, որը մարդուն անհրաժեշտ է, որպեսզի չբերենք մեր օրգանիզմը սպառման մակարդակի եւ նոր միայն մտածենք վերականգնման մասին, այլև ճիշտ մշակույթ ձևավորելու արդյունքում կարողանանք հոգեբանական հիգիենան պահպանել։ Իսկ այդ հանգիստը ներողություն Զարա ջան, իսկ այդ հանգիստը անպայման պետք է A կետից գնաս B կետ, թե կարող ես մնաս նաեւ տանը եւ հանգստանալ, թե ավելի լավ է գնաս։ Ավելի լավ տարբերակը պայմանավորված է անձի ընտրությամբ։ Շատ կարևոր է, որպեսզի այստեղ եւ հիմա իրավիճակը եւ միտքը համարժեք լինեն եւ համապատասխանեն, անկախ նրանից, թե ես որտեղ եմ գտնվում։ Եթե ես պարկած եմ ծովափում եւ пассив հանգստի եմ, բայց մտքերս վազում են իմ վարկերի, երեխաների անելիքների եւ այլնի մեջ, ապա անկախ նրանից, որ ես տանից դուրս եմ գտնում, միևնույն է ես չեմ հանգստանալու եւ ինչպես դուք նշեցիք, այո, վերադառնալու եմ ամբողջ տարին սպասել եմ այդ հանգստին եւ վերադառնալու եմ հոգնածության զգացումով։ Անկախ նրանից, որտեղ եմ գտնվում, շատ կարեւոր է, որպեսզի իրավիճակը եւ իմ մտքերը լինեն համապատասխան եւ միտքը եւս բերեմ հանգստի։ Հիմա սոցցանցային դարաշրջանում մարքեթինգային տարբեր հնարքների հետևանքով կամ արդյունքում երբեմն մարդկանց մոտ պատկերացում է ձևավորվում, որ հանգիստը հանգիստ չէ, եթե օրինակ դա ծովափին չէ կամ չես մեկնել Իտալիա ինչ-որ քաղաք, եւ այս ամենը ձևավորում է կարծրատիպ մարդկանց մոտ, որ շատ գումար է պետք հանգստանալու համար, բայց արդյոք սա ինչ-որ հոգեբանական պահ է եւ ինչպես չփորձենք համեմատել մեր հանգստի հնարավորությունները, այն ինչ տեսնում ենք սոցցանցերում, դա անառողջ համեմատություն է։ Իրականում այս պահին հանգիստն ենք դիտարկում, բայց սոցցանցերը շատ հզոր գործիք ունեն ամենատարբեր իրավիճակներում համեմատության մեջ դնելու։ Այստեղ պայմանավորված է անձի անհատական առանձնահատկությունները, որովհետեւ մենք ֆիլտրյան դարաշրջանում, իդեալական կյանքի դարաշրջանում, այս վազող աշխարհում կարող ենք անընդհատ ունենալ այդ համեմատությունները, բայց շատ կարևոր է գիտակցել, որ ինքնաբավությունը պայմանավորված է նրանով, թե որքանով են իմ ցանկությունները իմ կողմից արդարացված, որքանով եմ ես գնում պետքեների հետևից, որտեղ եթե մենք առօրյա մեր
անելիքների մեջ տեսնենք, թե որքանով ենք մենք սպառնում մեր օրգանիզմին, որքանով ենք պարտադրում անել այս կամ այն բաները նույն համեմատության ֆոնին նաև, հաճախ մի կողմ ենք դնում մեր ցանկությունները։ Արդյոք դա սոցիալական ցանցերի ազդեցությունն է, թե հենց մեր ցանկությունն է, որովհետև խաղաղությունը ոչ մի կերպ չի վաճառվում եւ խաղաղությունը ոչ մի գնով ձեռք բերել անձը չի կարող։ Անկամ եթե ձեր նշած Հայաստանի սահմաններից դուրս ամենաշքեղ հանգստի մեջ լինի, շատ կարևոր է, որտեղ էլ հայտնվեք, ինքներս մեզ հետ տանելու ենք միևնույն է։ Եվ եթե մենք կարողանում ենք մեր ներքին խաղաղությունը ունենալ անկախ համեմատություններից, ապա դա որևէ ֆինանսական միջոց չի պահանջում իրենից։ Մենք կարող ենք հայտնվել տատիկի գյուղում եւ իր տանը եւս ունենալ այն հանգիստը, որը մեր ընտրությունն է, որտեղ ինչ որ մեկի համար ծովափն է, մյուսի համար լեռ բարձրանալն է, կարևորը թե մենք ինչպես ենք կարողանում դրա բովանդակությունը մեզ համար դնել, այլ ոչ թե ունենալ համեմատությունների արդյունքում։ Իսկ հիմա այդ ամեն ինչը շատ լավ է, որ ասում եք, բայց միգուցե կան ինչ որ հնարքներ, որ օրինակ գնաս հանգիստի եւ չմտածես վարկերի մասին, գնաս հանգիստի եւ չմտածես ինչ որ խնդիրների մասին, որոնք որ մնացել են հանրապետությունում կամ տանը, գնաս, չեմ ասում անպայման իտալիական բան, տատիկի գյուղ, ու նորից ուղեղդ մեկը հետը տանում ես եւ քո խնդիրները, ինչպես դուք նշեցիք, տանում ես։ Այն ինչպես կարողանալ Մեսրոպ Մաշտոցի թողնիցների ռելաքսվել, ինչպես կարելի է անջատվել ամեն ինչից, ինչա մեդիտացիաները պետք է մենք շատ հաճախ փնտրում ենք ավելի բարդ գործողություններ, սակայն շատ կարևոր է պարզ առօրյա գործողությունների մեջ կարողանալ սովորությունը ձևավորել, որտեղ մտածողությունը սովորության համաձայն կարող է մեզ տրվել, որտեղ մենք մշտական լարվածության մեջ դնելով մեր օրգանիզմին ուղղակի չենք կարողանում վայելել հաճույքը եւ որպեսզի կարողանանք պահը վայելել եւ զգալ շատ կարեւոր է անել պարզ գործողություններ օրինակ եթե մենք սրճում ենք եւ մեզ տվել ենք 10 րոպե ժամանակ պարզապես որպես տնային առաջադրանք հեռախոսը դնել կողքի սենյակում եթե մենք կենթանի շփման մեջ ենք մարդ-մարդ փոխհարաբերություններում յուրաքանչյուրս այսպես մեր հեռախոսների մեջ այսինքն ճիշտ պայմանավորվել ինքներս մեզ հետ որպեսզի կարողանանք առանց կողմնակի միջոցների նախ լինել տվյալ պահի մեջ 10 րոպե, 20 րոպե, 30 րոպե եւ այդպես ավելացնելով ուղղակի սովորություն դարձնել այն ամենը, ինչը մեզ համար հակառակ լարվածության սովորության ուժով է ուղղակի եղել։ Այսինքն եթե մարդ կա հաց ուտելուց գիրք կարդում, եկեք փորձենք Այո, որտեղ եթե ես գիրք եմ կարդում, ուրեմն ես պետք է կենտրոնանամ գիրք կարդալու վրա։ Եթե ես զբոսնում եմ, ուրեմն զբոսնում եմ առանց նպատակի, առանց հեռախոսի, առանց խոսելու, որովհետև եթե ես զբոսնում եմ, ես զբոսանքը պետք է կարողանամ վայելել, այլ ոչ ինչ-որ մեկի հետ ինչ-որ բան քննարկեմ։ Եթե ես սրճում եմ, ապա որտեղ երջանիկ պահերը նման པարզ գործողությունների մեջ են, հաճախ մենք մեզանից եւ մեր կյանքից ավելին ենք պահանջում։ Յուրաքանչյուր պահը վայելել, պարզապես հենց այդ պահը։ Մենք հաճախ մեր երջանկությունը հետաձգում ենք ապագայով եւ պայմանավորում ինչ-որ բաներով, հանգստով, ձեռքբերումներով, նյութական եւ առհասարակ եւ կարծես այդ ապագան երբեք չի գալիս։ Ինչ է ստացվում, մենք երբեք չենք ունենում ինքնաբավության եւ երջանիկ լինելու այդ զգացողությունը։ Այ գadget-ի հետ կապված, քանի խոսեցինք, ինչ որ հնարք կա, թեկուս փոքրիկ տնային աշխատանքի նման, թե ինձ թե հեռուստադիտողին շատ դուք եք շատ հեռախոսի մեջ լինում։ Ну, ավելի շատ, քան ինձ պահանջում է ինձ թվում է։ Ես էլ։ Ինչ որ փոքրիկ առաջադրանքներ կան, որ կարող ենք օրվա ընթացքում մի քիչ քչացնել, որովհետև երբեմն երբ որ ստուգում ենք, թե քանի ժամ ենք եղել հեռախոսի մեջ, թիվը ուղղակի սարսափեցնող է։ Իրականում, եթե հատկապես աշխատանքային ժամից հետո ենք դիտարկում, արդյոք ցանկացած ընտանիքում կա այդ մշակույթը, ծնողներից մինչև երեխաներ, ունենալ տանը փոքրիկ արկղիկ, որը նախատեսված է հենց նույն հեռախոսների համար։ Այսինքն, երբ բոլորը արդեն երեկոյան ժամին նստեցին ընթրելու, որոշեն միասին, որ բոլորի հեռախոսները հայտնվելու են այդ արկղիկում եւ դիտելու են ֆիլմեր, պլանավորելու են երեկոն, որովհետեւ հենց հանգիստը նաեւ ամենօրյա աշխատանք է, երբ մենք օրինակ օրվա ծանրաբեռնվածությունից հետո կարող ենք ոչ թե ժամանականակի վրա կենտրոնանալ, այլ ծախսած ժամանակի որակի վրա, որովհետեւ հաճախ նույն ծնողները նաեւ հանգիստը կամ առհասարակ իրենց երեխաների հետ ժամանակ չանցկացնելու արդյունքում ունենում են մեղքի զգացում, բայց կարևոր է ոչ թե երեխաների հետ անցկացրած այդ ժամանականակը, այլև թե որքանով ենք դա որակով օգտագործում։ Երբ ծնողը ինքը հեռախոսի մեջ է, բայց երեխային արգելում է հեռախոսով զբաղվել, բնականաբար դա, այո, եւ հետեւաբար, եթե մենք սեփական օրինակով ասում ենք, այ սա մշակույթ ենք ձևավորում մեր ընտանիքում, հրատապ միայն զանգերի դեպքում կարելի է պատասխանել, բոլորս դնում ենք մի վայրում եւ
երեկոն դառնում է մերը, լինի դա 1 ժամ, 2 ժամ եւ հանգիստը պատրաստ է։ Այսինքն, եթե ընտանիքի մակարդակում չենք նայում, ընդհանրապես ինքներս մեզ հետ պետք է կարողանանք ճիշտ պայմանավորվել, որովհետեւ այստեղ հարց է առաջանում։ Միգուցե մենք վախենում ենք հանգիստ լինել, որտեղ վախենում ենք մենակ մնալ ինքներս մեզ հետ, որովհետեւ սոցիալական ցանցերը, գadgetները, աշխատանքային լարվածությունը եւ այլն շատ հաճախ փախուստի մեխանիզմներ են, որտեղ ինչպես ասում են, գլուխս թաղեմ խնդիր զբաղվածության մեջ, որպեսզի չմտածեմ, իսկ հանգիստը շատ հաճախ ինքս իմ հետ, իմ ցանկությունների, իմ վախերի եւ իմ մտքերի հետ մենակ մնալու գործընթաց է։ Քանի օր է պետք ըստ ձեզ, որ մարդը կարողանա վերականգնի իր ֆիզիկական եւ մենթալ բոլոր ռեսուրսները, ռեզերվները եւ կարողանա նորից սկսի աշխատել, չէ՞ որ մենք կլոր տարի աշխատում ենք եւ տարեկան օրենքով 24 օր է մեզ հասնում, բայց սովորաբար 2 շաբաթ կարողանում ենք մեզ թույլ տալ հանգստանալ կամ 1 շաբաթ։ Արդյոք դա հերիք է թե ոչ, չէ՞ որ ապացուցված է, որ իսկական հանգիստը նաեւ նոր 4-րդ օրն է սկսում եւ ոչ մեկ կարծես դրա մասին չի մտածում եւ չի հաշվարկում դա։ Իրականում կարծում եմ այդ 20 եւ ավել օրերը ինչ որ վիճակագրության եւ հաշվարկների հիման վրա են դրվել, ինչը սակայն որոշ իրավիճակներում ուղղակի չի պահպանվում, բայց օրերի քանակը շատ խիստ անհատական է, որովհետեւ անձը կարող է 24 օր լինել հանգստի մեջ, միևնույն է գա ոչ հանգստացած եւ անձը կարող է ունենալ 1 շաբաթյա հանգիստ եւ լիարժեք ձեր ասած ռելաքս եղած վիճակում գա։ Պայմանավորված է նրանով, թե մենք որքանով ենք մտքով մեզ նախապատրաստում այդ հանգստին եւ որքանով ենք կարողանում հանգստից ունեցած մեր ամբողջ սպասումները սեփական նախաձեռնությամբ իրականություն դարձնել, որովհետեւ խոսել օրերի մասին պայմանավորված անձի անհատականությամբ, ինչ որ մեկի համար, օրինակ, եթե սահմաններից դուրս է գնացել, տեղափոխություն է եղել, միգուցե ադապտացիայի խնդիր լինի, ճկունության բացակայություն լինի, պայմանավորված բնավորության շեշտվածությամբ, օրինակ, պեդանտ տեսակը ավելի դժվար կարող է հարմարվել, իրեն ժամանակ է պետք 1 շաբաթ հետո նոր հանգիստը վայելելու, բայց ավելի ճկուն, հեշտ հարմարվող անձի համար միգուցե 2-3 օրը բավարար լինի նորից լիցքավորվելու եւ աշխատանքային գործընթացի վերադառնալու համար։ Եվ ստե շատ կարևոր է, որ նաև գործատուն հասկանա, որ իր գործատուի համար էլ է կարևոր, որ իր աշխատողները հանգստանան, լիարժեք եւ վերադառնան, կարողանան աշխատել, որովհետեւ մարդիկ անվերջ չեն կարող աշխատել եւ վերջեվերջով նրանց հայերեն կապեդեն ոնց է, коэффициент полезного действия։ Օգտակար գործողության դա անկում է ապրում, երբ որ մարդը հանգստացած չի։ Ոչ միայն գործատու եւ աշխատող, այլ նաեւ ընտանիքում։ Կինը, ով նաեւ կա այսպիսի մի կետ, որտեղ կանայք շատ ավելի շատ կարող են հանգստանալու դեպքում ունենալ մեղքի զգացում, քան տղամարդիկ, որովհետեւ կանանց մոտ հատկապես երեխաների դասիրակության մեջ հանգիստ նստելը կարող է սոցիալական ազդեցության ներքո առաջացնել մեղքի զգացում, երեխան վազում է, երեխան ընկնում է, իսկ մաման ինչով էր զբաղված եւ այլն, եւ կարծես մշտական այդ լարված լինելու process-ը մայրիկի մոտ լինում է եւ այն ծնողը, ով նաեւ ընտանիքում որպես մայր դեր ունեցող չի կարողանում հանգստանալ, ինչպես է մենք դատարկ բաժակով մարդուն ջուր տալ չենք կարող, չէ՞, եւ եթե ինքը ամբողջությամբ սպառվում է, չի կարող իր գործառույթները որպես մայր կատարել, որովհետեւ ամբողջ օրը կլինի օրինակ երեխաների հետ լավագույնը ժամանակը կանցկացնի, բայց նյարդային համակարգի չվերականգնման արդյունքում կարող ենք հանդիպել նյարդային մայրիկի, ծնող երեխա հարաբերությունների վատ թարացման, ինչը հանգստի բացակայության արդյունք է։ Հետևաբար ցանկացած դերի եւ գործառույթի մեջ այ օգտակար գործողության գործակիցը որոշվում է նրանով, թե որքանով է մեր նյարդային համակարգը վերականգնված։ Այդ դեպքում մայրիկները ինչպես հոգեբանորեն պատրաստվեն հանգստի եւ առանց բալիկի ինչ որտեղ գնալու դեպքում շատ դեպքում ունենում են մեղքի զգացում, դուք էլ նշեցիք։ Այս դեպքում բալիկի հետ գնալ ինչ որտեղ հանգստանալու թե ամեն դեպքում բալիկին տալ լավ ապահով խնամող ձեռքեր եւ մեկնել ոնց կազմակերպել։ Եվ որովհետեւ ամեն ինչ պետք է բալանսավորել եւ չգնալ երկու ծայրահեղությունների հետևից։ Եթե ստացվել է այնպես, որ անհրաժեշտություն կա առանց երեխաների գնալու, որովհետեւ օրինակ նույն երեխաների խնամքը ծնողի համար շատ հաճելի է, բայց այդ միատոն ամենօրյա առօրյայի մեջ ծնողը կարող է թեկուզ սեփական երեխաներից ցանկություն ունենա մի քանի օր կտրվելու եւ շատ կարեւոր է իսկապես գիտակցել, որ երեխաներին առաջին հերթին անհրաժեշտ է առողջ ներաշխարհող մայր, այլ ոչ թե
ինքնախարազանող ծնող, ով անելու է այն ամենը, ինչ իրենից պահանջում են կամ ինչ ինքնամեղադրանքն է իրենից պահանջում, բայց այս դեպքում արդյունավետությունը հենց նույն երեխայի համար զրոյանում է, որովհետև եթե մենք բոլոր ընտրությունների մեջ առաջին հերթին ընտրում ենք սեփական անձը եւ կարողանում ենք մեզ տալ այն ամենը, ինչի պահանջմունքը ունենք, կարողանում ենք լինել առողջ եւ դա նաեւ հենց նույն սեփական երեխայի շահերից է բխում։ Մնում է կարողանանք դա անցալենք, հասկանանք ինքներս մենք առաջին հերթին, հետո մեր ընտանիքի անդամները, հետո գործատուն, հետո պետությունը եւ այդպեսի այդ շղթան կարող է շարունակվի։ Շնորհակալություն խորհուրդների համար, իսկապես հանգստանալը շատ կարևոր է եւ անգամ եթե չունեք այս պահին հնարավորություն արձակուրդ գնալու, միևնույն է երեկոյան կարող եք կազմակերպել ձեր այդ հանգիստ պահերը առանց օրինակ բյուջեային հեռախոսների շփվելով ձեր սիրելիների հետ։ Այո, եւ այն մարդիկ, ովքեր մտածում են, որ օրինակ տնային տնտեսուհի կանայք չունեն հանգստի կարիք, որովհետեւ չեն գնում աշխատանքի եւ հետ վերադառնում, ոչ, նրանք եւս ունեն հանգստանալու կարիք։ Ես այդպիսի տղամարդկանց խելացի խորհուրդ ունեմ, ես երբեք չեմ ասել տենց բան, խելացի խորհուրդ ունեմ, փորձեք երկու օրով փոխվեր տեղելով, թող ձեր կինը գնա աշխատանքի, բայց դուք նույն կերպ պետք է կազմակերպեք, ուտեստները տեղին, ամեն ինչ մաքուր լինի, շորերը հարդարված լինեն, երեխաները ուրախ եւ երջանիկ լինեն, այնտեղ ձեր տարեց տնողները ուրախ լինեն, գոհ լինեն ձեզանից, ինչպես հարսիկից են գոհ եւ այլն եւ այլն։ Երկու օր կդիմանաք, հետո կասեք չէ, եկեք տեղերը փոխենք։ Այո, եւ անգամ այդպիսի ուսումնասիրություն կա եւ 5 զույգերից միայն մեկն է, այսպես ասած, մի տղամարդն է դիմացել 3 օր։ Հերոս է։ Այո։ Ինձ թվում է, որ դա ազգային հերոս կարող ենք այդ տղամարդը, որտեղ ես հաստատ չեմ դիմանա 1 ժամ, ոչ թե մի քանի օր։ Լավ, շատ շնորհակալություն խելացի խորհուրդների համար։ Հիմա մեզ սպասում է ինչ արժեին։ Այս պահին գնում ենք դիտենք գովազդ։ Գովազդի ընթացքում ջայն հեռախոսներին եկեք ոչ մեկ չկպնենք։ Տեսնես ես ու Զարան կարանք չկպնենք գովազդի ընթացքում։ Մնացեք մեզ հետ։